Օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։ Տեղեկատվությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ՌԴ նախագահը հայտարարել է կադրային նոր նշանակումների մասին։ Պաշտպանության նախարարի առաջարկությամբ թիկունքային բոլոր ծառայությունները մեկ ձեռքում կենտրոնացնելու որոշում է ընդունվել եւ այդ ուղղությամբ պաշտոնի է նշանակվել։ Ես նման որոշում եմ կայացրել, Վալերի Սոլոդչուկը, ասել է Պուտինը։ Մինչ այդ պաշտոնին նշանակվելը Սոլոդչուկը հանդիսացել է կենտրոն զորամիավորման հրամանատարը։ Այդ պաշտոնում ՌԴ նախագահի հրամանագրով նշանակվել է գեներալ-գնդապետ Անդրեյ Իվանաևը։ Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ կենտրոն զորամիավորումը կատարում է ամենակարևոր պատասխանատու խնդիրը Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ազատագրումը եւ հարցը, թե ով կգլխավորի այն, ով է լինելու հրամանատարը, շարքային չէ։ Պուտինը բառացիորեն հետևյալն է ասել. «Ես խնդրում եմ, որ Անդրեյ Սերգեյիչ Իվանաևը անցնի այդ աշխատանքին, այդ տեղամասը»։ Փաստացի Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ Դոնեցկի մարզի ամբողջական ազատագրումը այդ ուղղության նախկին հրամանատարի օրոք չի ստացվել, այդ իսկ պատճառով գեներալ Սոլոդչուկը նշանակվել է զորքերի թիկունքի պետ, իսկ նրա փոխարեն նշանակվել է Անդրեյ Իվանաևը։ Հետաքրքրական է, որ նույն կենտրոն զորամիավորման շտաբի պետ Դենիս Լյամինը Պուտինի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անօդաչու համակարգերի զորքերի հրամանատար։ Այդ զորատեսակը նոր է ստեղծվել եւ գտնվում է կազմավորման փուլում, իսկ հրամանատարի հարցում, ինչպես ՌԴ նախագահն է պարզաբանել, քննարկումներ են եղել, թե ով է այդ բնագավառում իրեն ավելի լավ դրսևորել։ Նրա խոսքերով այդ ասպարեզում ավելի որակավորված մասնագետներից մեկը Լյամինն է։ Ուկրաինայի դեմ պատերազմող զորքերի հրամանատարական կազմում ՌԴ նախագահի կատարած փոփոխությունները եւ փոխատեղությունները հուշում են, որ առաջիկայում Ռուսաստանը Դոնեցկի ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսելու։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության բանակցային կարգավորման նախաձեռնությունների մասին տեղեկատվական արտահոսքերի համատեքստում Պուտինի այդ նախաձեռնությունը հասկանալի է։ Լրանում է Անկորիջի գագաթնաժողովի 1 տարին, բայց ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզից դուրս չեն բերվել, իսկ Ռուսաստանին չի հաջողվել ազատագրել Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը։ Եթե Ռուսաստանին հաջողվի ռազմական նոր գործողությունների արդյունքում հասնել Դոնբասի լիակատար եւ վերջնական ազատագրմանը, ապա բանակցությունները կիմաստազրկվեն։ Նույն օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի ԿԲ սառեցված ակտիվների շահաբաժնի հաշվին Ուկրաինային լրացուցիչ 1.4 միլիարդ եվրո է տրամադրվել ամրապնդելու պաշտպանունակությունը։ Ուկրաինային կհաջողվի ձախողել Դոնբասը եւ այլ տարածքներ օկուպացնելու Ռուսաստանի Դաշնության նախագահի ծրագիրը։ Թուրքիան Էստոնիայի տարածքում 5 F-16 կործանիչներ է տեղաբաշխել։ Առաջիկա 4 ամիսներին թուրք օդաչուները շուրջօրյա հսկողություն կիրականացնեն Ռուսաստանի հետ օդային եւ Բալթիկ ծովում ջրային սահմաններին։ Այդ մասին տեղեկացել է Bloomberg-ը։ Ճիշտ է, Էստոնիայում թուրքական օդուժի եւ 76 զինվորականի ներկայությունը ժամանակավոր է եւ տեղի է ունեցել այդ հատվածում ՆԱՏՕ-ի մարտական հերթապահության ռոտացիայի շրջանակներում, բայց ինչպես Bloomberg-ն է պարզել, այդ որոշման ենթատեքստը ռազմական փորձագետների կողմից արժանացել է հատուկ ուշադրության։ Բանն այն է, որ ՆԱՏՕ-ին մերձ Բալթյան երկրների անդամակցությունից ի վեր Թուրքիան առաջին անգամ է ստանձնում Ռուսաստանի հետ Էստոնիայի օդային եւ ծովային սահմանների պարեկությունը։ Այդ որոշումը կայացվել է Անկարայում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ Լրատվամիջոցին նաեւ հայտնի է դարձել, որ կապված Բալթյան տարածաշրջանում բարդ իրավիճակի հետ թուրք օդաչուները ստացել են սպառնալիքի դեպքում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք։ Տեսականորեն դա նշանակում է, որ Էստոնիայի օդային եւ ծովային սահմանի խախտման ցանկացած փորձ կարող է հանգեցնել անհապաղ եւ կոշտ հակազդեցության։ Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանի օդուժի կամ ռուսաստանյան դրոնների կողմից Էստոնիայի սահմանները խախտելու մասին է։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը վերջերս է Կիև այցելել եւ հայտարարել, որ հետ կոնֆլիկտային Ուկրաինայի ռազմածովային անվտանգության ապահովման բաղադրիչը վերապահվել է իր երկրին։ Այդ հայտարարությունը Մոսկվայում արժանացել է տարակուսանքի։ Այժմ թուրքական օդուժը ՆԱՏՕ-ի ապրանքանիշի տակ հայտնվել է Բալթյան տարածաշրջանում, որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև օդային պատերազմի մի դեպք հայտնի է։ 2015 թվականին Սիրիայի հետ օդային սահմանը խախտելու համար թուրքական ուժերը ռուսաստանյան կործանիչ են խոցել։
Կատապուլտի ենթարկված օդաչուներից մեկը սիրիական թուրքոմանների կողմից դաժանաբար սպանվել է, մյուսին հաջողվել է էվակուացնել։ Այդ միջադեպը ռուս-թուրքական լարվածության պատճառ է դարձել։ Հարաբերությունները նորմալացել են ավելի քան 1 տարի հետո, երբ ըստ տեղեկությունների Ռուսաստանը Էրդողանի դեմ մահափորձի մասին հետախուզական տեղեկություններ է փոխանցել եւ փաստացի փրկել նրա կյանքը։ Էստոնիայի երկնքում թուրքական օդուժի 4-ամսյա ներկայությունը կարող է ռուս-թուրքական օդային պատերազմի եւս մեկ առիթ տալ։ Իսկ առհասարակ Ռուսաստանի սահմաններին թուրքական ռազմական ներկայությունը ինքնին բարդացնում է կողմերի հարաբերությունները։ Եվ այստեղ էականը ոչ այնքան Ռուսաստանի հավանական արձագանքն է, որքան նման առաջարկությանը Թուրքիայի համաձայնության մոտիվացիան։ Անկարան ամենայն հավանականությամբ կարող էր ՆԱՏՕ-ի գործընկերներին հիմնավորել, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով երկխոսությանը պահպանման առումով նրա սահմաններին իր օդուժի բարեկամությունը նպատակահարմար չէ։ Էրդողանը այդ փրկողակից չի օգտվել։ Կարելի է ենթադրել, որ նա Պուտինի հետ սրացման գնալու խնդիր ունի, բայց սկզբունքային ինչ հարց է դրանով ուզում լուծել, առայժմ պարզ չէ։ Ադրբեջանցի քաղաքագետի գնահատմամբ, եթե Իրանի ռազմանավը ցանկանա անցնել Ռուսաստանի կողմը, իսկ ադրբեջանականը Ղազախստանի կամ Ռուսաստանի, նա համաձայն ընդհանուր ջրավազանի մասին կոնվենցիայի այդ իրավունքը ունի։ Նկատելիորեն ծածկագրված այս ձևակերպումը, եթե թարգմանենք, ապա կարելի է ասել, որ Բաքվում անհանգստացած են Կասպից ծովում Ռուսաստան-Իրան հաղորդակցության անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի եւ Թեհրանի հնարավոր գործողություններից։ Եթե Ռուսաստանը եւ Իրանը Կասպից ծովում համատեղ պարեկություն սկսեն, ապա դրան կարող են հետևել իսրայելա-ամերիկյան պատասխանատվություններ։ Այդ դեպքում Մերձկասպյան երկրներում էներգետիկ ծրագրերը կառկախվեն, կհետաձգվեն նաեւ կոմունիկացիոն նախագծերը։ Ամենակարևորը Ադրբեջանը հարկադրված կլինի ընտրություն կատարել ռուս-իրանական եւ իսրայելա-ամերիկյան դաշինքների միջև, իսկ դա փաստացի պատերազմի ընտրություն կնշանակի աշխարհատնտեսական եւ անվտանգային հետևանքներով։ Բավական զգաստացնող է, որ Վելիզադեն Կասպյան պատերազմի թեմայով անհանգստություն է հայտնել Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո։ Մանավանդ սոցիալական հարթակներում տեղեկություն է տարածվել, որ Իրանը առաջիկա 2 օրերի ընթացքում բալիստիկ հրթիռներով կհարվածի Ուկրաինային։